4 տարում 4 միլիոն փող շինեց, միլիարդատեր դառավ, Ռոբերտ Քոչարյանը, ես այդ անձամբ վլաս ունեմ կգնդակարեմ, Ռոբերտ Քոչարյանը, ճիշտ է իմաններ է Ռոբերտ գնդակարը, մեր հայ ազգի առաջի դավաճանն է, ոչ մի բան չարես պետությանը, թալանես, բալի չէ գոտ, դրանով ձայ կտա, ես չեմ տա։ Դե օրինակ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ու իր որդին ասում են օրինակ սմարթ հեռախոսից օգտվել գիտի արդեն, օդանավականից օգտվել գիտի, բավականին խելացի մարդ է։ Տեսօր, այդ ես 10 տարի առաջ գիտի։ Քրքրյանի նամակը կարտացել եք, Քոչարյանի քրքրյա վրասմա թուրք է, թալադիր։ Հետո շարի, ով է թալանել, Սերժ Սարգսյանը Քոչարյանը, երկիրը թալանել են, բալի ժողովուրդը ինչ են ուզում, չեն հասկանում, որ այդ երկիրը թալանել են Քոչարյանը Սերժը, այդ ցավը տալը, հիմա նոր մարդիկ է պետ, նոր, բանով, տարիքով, ասինքն նոր հասունացող, դրանք արդեն արխիվ ուղարկեք, Սերժին է, Քոչարյանին է, մենք ուզում ենք գնանք Եվրոպան ասում ախպեր մենք ենք գալիս, վատ բան չի, մեկ էլ ինչ ասեմ, բանը մեղրին չտանալի թուրք է։ Դե օրինակ Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ պլանավորել էր, որ մեղրին հանձներ Ղարաբաղը մնար։ Ես այդ վաղտեկը լավ գիտեմ, ջան տղայի, բայց լավ եմ իշում։ Ուզում ասեմ թուրքա, բայց չէ, դավաճան, հայ, ոչ թե դավաճան են, ռուսամետ են, ռուսի ոտի տակ էին ուզում մտեն, ռուսը վեզի չար է, ғարսը տվել է, ғարեղավիշ տվել է, Նախճեվանը տվել է, սաղ տվել է, որ ռուսի ոտի տակ խեք մտում, այդ ձեր հայ ասում, ներողություն։ Օրինակ, որ հիմա ասում են գանք իշխանության եւ Արցախը մի քանի ամսից մերն ալնելու, ոնց են պատկերացնում։ Սուտա։ Սուտա ապեր, Արցախը հարցը փակված է, թուրքը չի տա քեզ Արցախը։ Այն վաղտ կռվի վեկարը, հիմա չկա, Արցախի հարցը փակված է։ Ես Նիկոլի չեմ սրում, բայց ճիշտ ասում, Արցախը հարցը փակված է։ Լուրջ եմ ասում, առանց կատակի։